ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Ամնա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Ձերբակալություններ եւ խուզարկություններ վաղաշաբաթում քննչականը խոսում է ընտրական իրավունքը խոչընդոտելու մասին, ընդդիմությունը քաղաքական հետապնդման, ինչ է իրականում տեղի ունենում էջմիածնում։ Ով է Ֆիզուլին, որին մեջ բերել է Ռուբեն Վարդանյանը եւ ինչ գաղտնի մեսիջ է այն փոխանցում։ Տնտեսությունը սահմանների հաշվին, ինչ է նշանակում, երբ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը, ինչ քաղաքականություն է ձևավորվում Փաշինյանի հայտարարություններից եւ ինչ ռիսկեր են տեսնում փորձագետները։ Քաղաք, որտեղ փրկարարներն են մաքրում հեղեղատարները, ջրհեղեղից առաջ մեղադրանքների հեղեղ, ով է պատասխանատու, երբ Երևանը հայտնվում է ջրի մեջ։ Եվ փոքր ձեռքերում մեծ ժառանգություն, Սյունիքի տարազից մինչև Գոր Խարժիսում բացվել է Արար կենտրոնը։ Բաքվի դատարանը դեռ չի հրապարակել Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ վճիռը, թեև երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ, բայց արդեն հայտնի է, թե ինչ է Վարդանյանն ասել այդ դատարանում իր վերջին խոսքում։ Սա ոչ թե դատարան է, այլ դատաստան։ Դատարանի դահլիճում ասել է Վարդանյանը։ Երեկ ադրբեջանական ԶԼՄ-ները գրել էին, թե Վարդանյանը կոնկրետ հարցերի շուրջ չի խոսել, ընդհանուր մտքեր է ասել եւ հայտարարել, որ իր կալանքի 2 տարիների ընթացքում ծանոթացել է ադրբեջանական պոեզիային։ Լրատվամիջոցները նաև հայտնել էին, որ Վարդանյանի պաշտպան Էմիլ Բաբիշովը պաշտպանական եզրափակիչ ելույթ չի ունեցել։ Ռուբեն Վարդանյանը հաստատել է, որ ինքը թույլ չի տվել Բաբիշովին պաշտպանական ճառ ասել, ըստ էության արդարադատության իմիտացիայի ստեղծմանը չնպաստելու համար։ Իսկ իրականում արդար դատաքննության համար որևէ հնարավորություն չի եղել։ Վարդանյանը ընտանիքի հետ զրույցում նաև նշել է, որ դատարանում կարդացել է միջնադարյան բանաստեղծ Ֆիզուլիի բանաստեղծություններից մեկը, որը պատմում է ոսկե երկրի փադիշահի մասին, որը մարդկանց արծաթով է կաշառում հարևան երկիրը գրավելու համար։ Վարդանյանն ավարտել է խոսքերը բանաստեղծության այն տողերով, որ չպետք է անցողիկ մի կտոր հացի համար դառնալ ծառա, նույնիսկ բենզինի խմբականակի։ Ասել ու կրկնում եմ, պետք է հասկանանք, որ մեզ խաղաղության երկար ճանապարհ է սպասվում, ինչը հեշտ չէ։ Մենք դեռ պետք է անցնենք ներքին մեծ վերածննդի միջով, առաջին հերթին վերականգնենք ինքներս մեզ, որովհետև կրկնում եմ, խաղաղություն կարող է լինել միայն այն ժամանակ, երբ կլինեն երկու հավասար հարևաններ։ Եթե մեկը ստորանալու է մյուսի առաջ, ոչինչ չի ստացվի, ոչ մի խաղաղություն չի լինի։ Արցախը եղել է, Արցախը կա, եւ Արցախը կլինի հենց գոյաբանական առումով։ Վարդանյանի վճիռը ամենայն հավանականությամբ չի հրապարակվի, քանի դեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը Ադրբեջանում է։ Սա վերլուծաբանների կարծիքն է։ Բանն այն է, որ հենց Վենս-Ալիև հանդիպման պաշտոնական հաղորդագրության մեջ որպես վստահության ամրապնդման միջոց նշվում է նաև բանտարկյալների ազատ արձակման հարցը։ Այսինքն այն պահին, երբ Բաքվի դատարանը պետք է որոշի Ռուբեն Վարդանյանի ճակատագիրը, նույն Բաքվում ամերիկյան բարձր մակարդակով քննարկվում է գերիների ազատ արձակման թեման։ Այլ ինչ թեմաներ են քննարկել Ալիևն ու Վենսը, Նանե Հայրապետյանն է հետևել։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի օդանավը երկօրյա այցից հետո Երևանից ուղևորվեց Բաքու։ Բարեհաջող վայրեջքից անմիջապես հետո հայտարարություն հնչեց, թե ինքն առաջին մարդն է եղել, որն անցել է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Թրամփի ուղու վրայով, ժամանելով Բաքու։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանի դիտարկմամբ սա նշանակում է, որ Վենսը Հայաստանը դիտարկում է որպես Թրամփի ուղու մաս, հավաքական իմաստով։ Ասում է, Թրամփի ուղին գործնականում նույնիսկ իրավական մակարդակով ամբողջացված չէ, եւ խոսքը միայն հայտարարությունների եւ հռչակագրային փաստաթղթերի մասին է։ Եվ դրանից բացի նաև շատ պարզ է, որ Թրամփի ուղին ենթադրում է Հայաստանի հարավային գոտում ընդամենը մի հատված։ Մինչդեռ կասկածից վեր է, որ Ջեյդի Վենսի օդանավը դեպի Բաքու շարժվել է ամենևին ոչ այդ երթուղով։ Հետևաբար ես Միացյալ Նահանգների փոխնախագահը ձևակերպում է, որ ինքն առաջին մարդն է, որ թռել է Թրամփի ուղով, որը միացնում է Ադրբեջանի երկու հատվածները։ Այստեղ առաջանում է մեղմ ասած տարակուսելի իրավիճակ, այն առումով, որ Միացյալ Նահանգների փոխնախագահը Հայաստանի ամբողջ տարածքը դիտարկում է որպես Ադրբեջանը Նախիջևանին միացնող Թրամփի ուղի։ Հասնելով Բաքու, Վենսը անմիջապես հանդիպեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման առանցքը նույնն էր, ինչ Երևանում՝ տարածաշրջանային խաղաղության ամրապնդում, անվտանգության հարցեր եւ տնտեսական գործակցության նոր հնարավորություններ։
Քննարկումների ավարտին կողմերը ստորագրեցին Միացյալ Նահանգներ Ադրբեջան ռազմավարական գործընկերության խարտիա, որը ամրապնդում է գործակցությունը ռազմավարական ոլորտներում եւ ընդգծում Միացյալ Նահանգների ակտիվ դերակատարությունը Հարավային Կովկասում։ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջև ստորագրված այդ ռազմավարական գործընկերության խարտիան իհարկե քաղաքական մտադրությունների մակարդակը վկայող փաստաթուղթ է եւ այն արտացոլում է հետաքրքրությունը, որ Միացյալ Նահանգների համար ունի Ադրբեջանը։ Այդ հետաքրքրությունը իհարկե նոր չէ։ Միացյալ Նահանգները մշտապես այդ խորհրդային ժամանակաշրջանում մշտապես այդ հետաքրքրությունն Ադրբեջանի հանդեպ ունեցել է։ Միացյալ Նահանգները տարիների ընթացքում մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Ադրբեջանում եւ այժմ Թրամփի վարչակազմը դա պաշտոնապես ամրագրեց ռազմավարական գործընկերության խարտիայի միջոցով։ Գործնականում իհարկե սա արտացոլում է քաղաքական մտադրությունների մակարդակը եւ տրամաբանությունը։ Իհարկե գործնական քաղաքականությունը արդեն պայմանավորված է լինելու շատ ավելի կոնկրետ ուղղություններով կամ ոլորտներով գործակցության մասին պայմանագրերով կամ համաձայնագրերով։ Բայց այդ ռազմավարական գործընկերության մասին խարտիան քաղաքական բարձր մակարդակով արձանագրում է մտադրությունները եւ հարաբերության վերաբերյալ ընդհանուր պատկերացումն ու սկզբունքները։ Վենսի այցը, ինչպես եւ ռազմավարական գործընկերության խարտիան պետք չէ դիտարկել որպես պրոտոկոլային այցելություն կամ անմիջապես գործողությունների սկիզբ, ընդհակառակը։ Սա քաղաքական ազդակ է ընդգծելու Միացյալ Նահանգների հետաքրքրությունը տարածաշրջանում եւ ամրապնդելու իր դիրքը տարածաշրջանային ազդեցության համակարգում։ Եվ չմոռանանք, որ Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը մեկնել է խաղաղության գործընթացի հաջորդ քայլերի շուրջ քննարկումներով, որոնց թվում ընդգծվել է նաեւ գերիների ազատ արձակման հարցը, որպես վստահության ամրապնդման միջոց, սակայն ամերիկյան կողմը չի հստակեցրել, ինչ արձագանք է տվել Ադրբեջանը եւ կան արդյոք այս ուղղությամբ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններ, թե ոչ։ Նանե Հայրապետյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Մինչ Բաքվում Վենսը Ալիևի հետ քննարկում էր վստահության ամրապնդման միջոցառումները, Երևանում Նիկոլ Փաշինյանն ամփոփում էր Վենսի Հայաստան այցը։ Վարչապետի վերջին հարցազրույցը սովորական քաղաքական մեկնաբանություն չէր։ Այն հիշեցնում էր թեզերի շղթա, որտեղ միևնույն տրամաբանությամբ իրար էին կապվում ներդրումները, սահմանազատումը, գերիների հարցը, եկեղեցու այսպես կոչված բարենորոգումը եւ Հայաստանի պատմական ընտրությունը։ Ինչ է իրականում նշանակում, երբ հայտարարվում է, որ բանակցություններում տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Փորձագետների հետ փորձել ենք հասկանալ, սա ներդրումային ծրագիր է, սահմանային նոր ռեժիմ, թե պատմական ընտրություն ասվածի քաղաքական հիմնավորում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մի շարք ձևակերպումներ է արել Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության, տնտեսական օրակարգի եւ անվտանգային հարցերի վերաբերյալ։ Հայաստան-Ադրբեջան օրակարգում մենք տեսնում ենք, որ տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը։ Այսինքն բանակցային գործընթացում տնտեսական բաղադրիչը դիտարկվում է որպես առանցքային գործոն, իսկ խաղաղության հասնելու ուղին կապվում է տնտեսական համագործակցության հետ։ Քաղաքագետ Թևան Պողոսյանը նշում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է լինել քաղաքական գործընթացների մաս, բայց այն ինքնին չի փոխարինում անվտանգային մեխանիզմներին եւ չի լուծում անվտանգության հարցերը։ Որ վարքյանին Ամերիկային պետք է լինի Ռուսաստանի սիրաշահեր, չզարմանանք, որ այս պարզվիկ Նույն Թրամփը զանգի Մոսկվա Պուտինին ասի քրիպը ընդհանրապես քեզ եմ տալիս։ Չզարմանանք, այդ զարգացումներից մեկը, որովհետև իրենք են իրենց շահերը ունակ առաջ տանելու։ Այդտեղ ինչ է կատարվելու, այլ որ դա։ Իսկ երբ որ Թրամփի շահերը պահանջեց ոչ թե Ռուսաստանի վաճառել, այլ Թուրքիայի ինչ են անելու։ Փաշինյանը որպես ներդրումային ծրագիր է ներկայացրել թրիփը։ Գումարները կհոսեն, ասում է։ Բացի այդ, մեկ այլ երաշխիք է, նշում է։ Աշխարհի թիվ 1 գերտերությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը 99 տարի որպես անկախ ինքնիշխան պետություն կներե գոյություն է ունենալու։ Թևան Պողոսյանի գնահատմամբ երկարաժամկետ պայմանագրերը եւ օտար ներդրողների ներգրավումը միջազգային պրակտիկայում ունեն տարբեր մոդելներ, որոնց հետևանքները կախված են իրավական կառուցվածքից, վերահսկողության մեխանիզմներից եւ քաղաքական միջավայրից։ Դրանց յուրատիպ մոդել է Ուկրաինան։ Սովետական միության փոխանցման ժամանակ, եթե չեմ սխալվում, Ուկրաինային եղել է տրված պետական պայմանագրային sense համաձայնություն, որի մեջ նույն ձևի նույն Ամերիկան այն ժամանակվա եղել է, Երիքի Եվրոմիության բոլոր երկրներն էլ հետը, ՆԱՏՕ-ն էլ հետը, ինչ-որ ասենք իր սահմանները անձեռնամասել է։ Հիմա ինքներդ համեմատեք, ասենք, եթե այդ մակարդակի համաձայնությունը
որը տալվել է արդյոք դա 99 տարի անցել է այդ օրվանից։ Ուկրաինայում խոստումը չպահեցին, ինչը հավանական է կրկնվի Հայաստանում, նշում է Պողոսյանը։ Ռուսաստանցի մեր գործընկերներին ենք ասում ենք, գիտեք, մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք ձեզ հետ այսպես վիճաբանության լեզվակռվի մեջ չենք մտնելու։ Բայց Հայաստանը հակազդեցությունների գոտի է դառնում համագործակցության դառնալու փոխարեն, նշում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Իրենք հայտնվում են աշխարհաքաղաքական հակամարտության մեջ եւ այդ հակամարտությունը գնալու է իրենց տարածքում։ Մենք չգիտենք այդտեղով միայն բեռներ են գնալու, թե բեռներ չեն գնալու, գուցե այդտեղով զորքեր են գնալու, ռազմական ապրանքներ են գնալու, գուցե այն երկրներ ում շահերից դա չի բխում, իրենք լեգիտիմ իրավունք ունենան հարվածելու նաեւ հենց Սյունիքի վրա։ Խոսելով գերիների վերադարձից Փաշինյանն ասել է, որ միջազգային հարթակներում հարցի բարձրաձայնումը կարող է խոչընդոտել վերադարձի գործընթացին։ Մինչդեռ իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը հակառակն է պնդում։ Միջազգային մեխանիզմները նախատեսված են նման իրավիճակների համար եւ մարդու իրավունքների պաշտպանության համակարգերը գործում են որպես իրավական գործիքակազմ պետությունների համար։ Միջազգային հարթակների գործածումը միջազգային իրավունքի կիրառման մաս է եւ կախված է պետության ընտրած քաղաքականությունից։ Որպես լավություն մեզ թող չներկայացնեն Ադրբեջանի հանցագործությունը։ Այն, որ այսօր Ադրբեջանում մնում են եւս 19 հոգի, որոնք որ քաղաքական պատանդի դերակատարություն են ունում, չի բացառվում, որ որոշներին այդ խաղի, այդ կեղտոտ քաղաքական պայմանավորվածությունների շրջանում այսպես 2-3 հոգով մեզ վերադարձնեն, բացի ռազմաքաղաքական ղեկավարության։ Փաշինյանը հարցազրույցին անդրադարձավ նաև համապետական ընտրություններին։ Դրանք որակեց պատմական։ Թևան Պողոսյանի խոսքով հարցազրույցն ու այնտեղ հնչած պնդումները նախընտրական քարոզարշավի մասին էին պատմում։ Խոստումները վկայում։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Գործարար բարերար Սամվել Կարապետյանն ընտրվել է ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ, հայտնել է մեր ձևով շարժման մամուլի խոսնակը։ Կուսակցության պաշտոնական շնորհանդեսը նախատեսված է վաղը, հենց վաղն էլ կհայտարարվի նաև վարչապետի թեկնածուի անունը։ Որքան մոտենում է ընտրության օրը, Հայաստանի ներքաղաքական դաշտում լարվածությունն ավելի նկատելի է դառնում։ Վաղաշաբաթում այսօր վաղ առավոտից խուզարկություններ եւ ձերբակալություններ էին։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ թիմ ընտրությունների օրը մի խումբ անձինք ուղղորդել են քաղաքացիներին քվեարկել կոնկրետ դաշինքի օգտին, խոչընդոտելով ազատ ընտրական իրավունքը։ 7 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 6-ը ձերբակալված են։ Մինչդեռ ընդդիմադիր շրջանակները պնդում են, որ սա քաղաքական հետապնդում է առաջիկա խորհրդանական ընտրությանը ընդառաջ։ Ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, որովհետև րոպե շատանում է, րոպե ավելանում է այդ թիվը։ 11 գերազանցում է, այո, այս պահին 11 գերազանցում է, կան մարդիկ, որ ընդհանրապես անհասկանալի են, իրենք երբևէ ընդգրկված չեն եղել, որ ոչ մեր նախընտրական քարոզարշավի մեջ, ոչ մեր նախընտրական շտաբում են եղել, ոչ որևէ ակտիվ քարոզչական որևէ գործողություն են իրականացնել, չենք հասկանում ընդհանրապես ինչի մասին խոսքը։ Իսկ այս պահին խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամ է, նիստին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 17 պատգամավոր, բայց ազգային ժողովում միայն ԿՊԱ-ականներն են, ընդդիմությունը չի մասնակցում հարց ու պատասխանին։ Իսկ քաղաքային իշխանությանը 11 միլիարդ դրամ է պետք շատ կարևոր մի խնդիր լուծելու համար, որը տրամադրելու վերաբերյալ որոշում կառավարությունը դեռ չունի։ Երևանի հեղեղատարները շարունակում են մնալ չմաքրված, որն էլ Անդրեվի դեպքում դառնում է հեղեղների պատճառ։ Իսկ քաղաքապետարանն ու Վիոլյան դեռ պարզում են, ով պետք է դա անի։ Գարունը սարերի հետևում չէ, անձրևների ակտիվ շրջանն էլ սկսվում է։ 2025-ի տեղատարապ անձրևներին Երևանը բառացիորեն խեղդվում էր ջրի մեջ, իսկ պատասխանատուները այդ օրերին դեռ փորձում էին հասկանալ, ով պետք է մաքրի հեղեղատարները։ Արտակարգ իրավիճակի պահին դա անում էր փրկարար ծառայությունը։ Ներքին գործերի նախարարության խոսնակը պարզաբանեց, դա իրենց պարտականությունը չէր, պարզապես քաղաքը կոլապսից դուրս բերելու միակ տարբերակն էր։ Այսինքն ամբողջ ջուրը գալիս եւ ընդամենը մի 5% ջուրը հազիվ լցվում է հեղեղատարի մեջ, իսկ մնացածը շարունակում է հոսել փողոցով մեկ։ Թոթովենց փողոցը, որտեղ էս տեսանյութը արել եմ
միջին նորոգում են իրանք ասում, ամբողջությամբ ասֆալտը քանդվել, ասֆալտը արվել, անցած տարի մի քանի ամիս առաջ Գայի պողոտայի հետ մեկտեղ, բայց դա անելուց, ասենք, միակ հեղեղատարներ այդ հատվածում չեն բերել ժամանակակից ստանդարտները, այլ ուղղակի ԽՍՀՄ ժամանակը ոնց եղել է, հանել հետ են դրել կափարիչը տեղը ու խոսում են ինչ-որ համակարգի արդիականացումից կամ չգիտեմ, գերժամանակակից լուծումներից։ Էդուարդ Հայրումյանը ոչ միայն ֆիքսում, այլ նաև մաքրում է Երևանի խցանված հեղեղատարները։ Սովորական օրերին Էդուարդի նման քաղաքացիներն ու մասնավոր կազմակերպություններն են որպես բարի կամքի դրսևորում մաքրում քաղաքի դիտահորերն ու հեղեղատարները։ Սկսեցինք Կանալ AM-ի հետ արդեն մասնագիտական տեխնիկայով մաքրելու տես, տասնյակ հեղեղատարեր մաքրեցինք միջև վերջ ընդորում ու ցույց տվեցինք, որ ստեղից ջուրը լցվում ենք, ջուրը թափվում է այն տեղից, որտեղով որ պետք է, այսինքն ոչ թե միատես մասը մաքրեցինք, ասենք տեսեք հողեր ստե վերևը։ Չնայած առաջի տեսանյութը հենց տենց էր, որովհետև մենակով ձեռքով այդքանի վիճակի, հնարավորություն չկա մաքրելու։ Ու տենց վիոլան սկսեց տեսանյութեր անել, իբր մաքրում է, տեսեք լավ, հա, օքեյ, մենք մեր սխալը ընդունել ենք, իհարկե առանց ասելու, ուղղակի տեսանյութեր սկսեց դնել։ Երևանն այս տարի էլ ապահովագրված չէ հեղեղներից։ Քաղաքում եռում է շինարարությունը, իսկ հեղեղատարների թողունակությունը մնում է նույնը։ Veolia ջուրն է փաստում, իրենց վարձակալած համակարգը սկզբունքորեն հնացած է։ Մեր կողմից վարձակալած պետական գույք հանդիսացող համակարգն ունի շատ թերություններ։ Դա հետևանք է այն բանի, որ Երևանի բուռն կառուցապատումն ու զարգացումը հիմնականում չի ուղեկցվել անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ։ Իսկ բազմահարկերով կառուցապատված շատ թաղամասերում ներբակային ցանց ընդհանրապես գոյություն չունի կամ էլ կիսակառույց է։ Մեղմ անձրևները երևանցիները գուցե չեն նկատում, բայց հորդառատ անձրևների ժամանակ համակարգը պարզապես չի հասցնում հեռացնել ջուրը, եւ այստեղ սկսվում է պատասխանատվության խաղը։ Քաղաքապետարանը պնդում է, պատասխանատուն Veolia-ն է։ Կառավարության կողմից իդեմս ջրային կոմիտեի ամբողջ հեղատար համակարգը հանձնվել է Veolia ջրի վարձակալության պայմանագրի շրջանակներում։ Մենք էլ ենք Երևան համայնքը, Երևան քաղաքապետարանը, մենք էլ ենք տարբեր վայրերում տարբեր խնդիրներ նկատում, դիմում ենք իրանք էլ են փորձում տարբեր հարցերում լուծումներ գտնել։ Մենք մեր ծրագրի շրջանակում ենք փորձում ինչ-որ լուծումներ գտնենք։ Veolia-ն հակադարձում է, խնդիրը քաղաքապետարանի դաշտում է։ Քաղաքապետարանը պետք է դիմի ջրային կոմիտեին կապիտալ ներդրումների համար։ Ըստ հաշվարկների 11 միլիարդ դրամ է անհրաժեշտ հեղեղատար համակարգի կարգավորման համար։ 2024-ին նշել էր Կամո Արեյանը։ Թե հիմա ինչ փուլում է ծրագիրը, ոչ մի կողմը չի մանրամասնում։ Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետն էլ եկել է այն եզրահանգմանը, որ խնդիրը քաղաքացիներն են, նրանք են աղտոտում հեղեղատարները։ Մեր որոշ բնակիչներ այդքանը մաքուր չեն պահում մեր քաղաքը, հեղատար համակարգի որոշ հատվածներում հաճախակի խցանումներ տեղի ունենան, այսինքն աղտի կուտակումը ավելի հաճախակի լինի։ Դա է հիմնական խնդիրը։ Երևանի հեղեղատարների պատմությունը փակ շղթա է հիշեցնում։ Քաղաքացիները մեղադրում են քաղաքապետարանին, քաղաքապետարանը Veolia-ին, Veolia-ն կրկին քաղաքապետարանին, քաղաքապետարանը քաղաքացիներին։ Մինչ այս շրջապտույտը շարունակվում է, գարունը մոտենում է, եւ շատ հավանական է, որ 2026-ի առաջին հորդառատ անձրևներին Երևանը կրկին կհայտնվի ջրի տակ։ Սեդա Գյուրեղյան, Էդիկ Մալաքյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Երևանի ենթակառուցվածքային խնդիրները հանգեցնում են ոչ միայն ջրի կուտակմանը փողոցներում, այլ նաև ստեղծում խոր փոսեր, որոնք էլ դառնում են վթարների կամ մեքենաների անսարքության պատճառ։ Իսկ ով պետք է պատասխանատվություն վերցնի այս իրավիճակի համար, Սեդա Գյուրեղյանն է անդրադարձել խնդրին։ Չարբախում վարելիս Շիրակի փողոցում կարծեմ մի քանի անգամ ահռելի մեծ փոսերի միջով եմ անցել, որոնցից որոշները անհնար էր ուղղակի շրջանցել ու անհնար էր տարբեր պատճառներով, նախ որովհետև դրանք չէին երևում, քանի որ լցված էին ջրով, մյուս պատճառն այն է, որ դիմացից եկող մեքենաները շատ հաճախ ստիպված են դուրս գալ իմ գոտի ու այդ պարագայում թույլ չեն տալիս, ես հնարավորություն չունեմ առանց վթար իրականացնելու շրջանցել փոսերը։ Ժաննան չվթարվելու համար կտրուկ թեքել է մեքենան եւ ընկել խոր փոսի մեջ։ Վնասված մեքենան վերանորոգման կարիք ունի։ Դեպքի մասին սոցցանցերում բարձրաձայնելուց հետո պարզվել է, որ ճանապարհների փոսերից տուժած այլ բազմաթիվ վարորդներ կան։ Երևանում ձնհալից հետո փոսերն ամենուրեք են։ Փողոցների փոսերն արդեն խրամատների են վերածվել, էքստրեմալ պայմաններում ենք վարում։ Քաղաքապետարանը ոնց հասկանում ենք, ասեք, որ չանենք կարգախոսով է առաջնորդվում։ Ես էլ ջրով լիքը փոսի մեջ ընկա, մեքենայի տակ ինչ-որ բան կոտրել եմ, չեմ հասկանում ինչ, բայց ինչ-որ բան հետս քաշ տալով հասել եմ տուն, վաղը պետք է արեստավորի մոտ տանեմ։ Այս մառախուղին չգիտես որ մեկին հետևես, հետիոտնին, կողքերից փոսերը շրջանցող մեքենաներին, թե ինքդ քեզ որ խրամատը չընկնես։
Գայի պողոտան մեկն է վնասված փողոցներից, որտեղ քաղաքապետարանը նորոգման աշխատանքներ է իրականացնում։ Աշխատանքները օգուտ չեն տալիս եւ ամեն տարի իրավիճակը նույնն է։ Արթուր Չախոյանը պարզել է, պատճառը միայն աղուավազից քայքայումը չէ։ Նախատեսված 5-ի փոխարեն 4 սանտիմետրանոց ասֆալտ է արվել 50,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող Գայի պողոտայում։ Ինչ պետությանը վնասը հասցվել, մոտավոր կազմումը 260 միլիոն դրամ, այսինքն 52 միլիոն դրամ, սենց ասած թալանելու դեպքում մնացած գույքն էլ է վնասում, չէ՞ որ իր պահանջներով հաստությունը չի ապահովել եւ փաստացի դառնում է անորակ ասֆալտ, որն անորակությունը արդեն մենք տեսնում ենք կադրում, քանդվել է։ Քաղաքապետարանից հակադարձում են, չափումն իրականացրել են եւ ասֆալտը համապատասխանում է նախատեսված նորմերին։ Շինարարության վարչությունից նշում են, հունվարին իրավիճակին ժամանակավոր լուծում են տվել, բայց նախատեսել են 200,000 քառակուսի մետր տարածքում ասֆալտապատում ու փոսալցումներ իրականացնել։ Նախատեսել ենք այս ամսվա 15-ից անցնենք արդեն հիմնական աշխատանքներին, քանի որ եղանակային կանխատեսումներից ելնելով պետք է որ թույլ տա եղանակը արդեն նորմատիվներին համապատասխանող աշխատանքներ կատարենք։ Քաղաքապետարանից պարզաբանում են, ամեն վթարի հնարավոր հատուցման հարց անհատական են քննարկում։ Դա ավելի է բարդացնում վարորդների անելիքը։ Մինչ քաղաքապետարանը կսկսի աշխատանքները, բազմաթիվ քաղաքացիներ ամեն օր կոտրում են մեքենաները Երևանի փոսերում եւ մեքենայի վերանորոգումը սեփական միջոցներով են անում։ Մոտ 200,000 դրամի ծախս արդեն արել եմ, այսօր արդեն տարել եմ նորից մասնագետի մոտ, չգիտեմ դեռ ինչքանի էլ կանենք, մինչ այս չեմ դիմել որևիցե կառույցի, որովհետև շատ միանգամից եղան այս բոլոր դեպքերը, բայց պատրաստվում եմ, երևի արդեն այսօր կգրեմ դիմումս, դեռ ուզում եմ հասկանամ կոնկրետ որտեղ պիտի դիմեմ։ Քաղաքապետարանը խոստանում է հիմնական աշխատանքները սկսել ասֆալտը չորանալուց հետո։ Մինչ այդ բարդ ընթացակարգի պատճառով վարորդները շարունակում են ինքնուրույն հոգալ վնասների ծախսերը։ Սեդակ Յուրեղյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Լոռու մարզի դպրոցներից մեկում 13-ամյա տղայի են ծեծել, վիճակը ծանր է։ Տղային տեղափոխել են Սպիտակ բժշկական կենտրոն, այնուհետև Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Մեր տեղեկության համաձայն տղային ծեծել են աշակերտները։ Երբ խոսում ենք ազգային մշակույթի մասին, հաճախ այն պատկերացնում ենք թանգարաններում, ցուցափեղկերում կամ գրքերում, բայց մշակույթը կենդանի է, երբ այն սովորում են երեխաները։ Սյունիքի Հարժից գյուղում հենց այդ խնդիրն են լուծում։ Գյուղի մշակույթի տունը դարձել է գորգագործության ու կարպետագործության նոր օջախ։ Արար ազգային արվեստի պահպանման կենտրոնը այնտեղ բացել իր հերթական կենտրոնը, որտեղ երեխաները սկսում են հյուսել ոչ միայն գորգ, այլև ինքնություն։ Միասին գտրենք, այսենց, դե գտրի, ինչ ենք անում, ալգիսորգի, պահի, կսրծենք, նարին տանք, դե մտնենք։ Արար ազգային արվեստի պահպանման կենտրոնն արդեն նաև Սյունիքի մարզի Հարժից գյուղում է։ Կարպետագործություն եւ գորգագործություն է սովորեցնելու այստեղ։ Հրապետուն Սովիովիկի 6 տարեկան։ Սոֆին ամենափոքր մասնակիցն է, եկել է կենտրոն հստակ որոշմամբ։ Կարպետ եմ գործելու։ 10 տարեկան Լուիզան սպասում էր այսօրվան, լուրն իմանալուն պես ուրախացել էր։ Ուրախացա, որովհետև ես շատ եմ ուզում, որ գորգագործություն բացվի։ Եվ երբ բացվեց, ես միանգամից հասկացա, որ կարող եմ գալ եւ սովորել այս գեղեցիկ աշխատանք։ Միայն փոքրերը չէ, որ շտապում էին կենտրոն։ Ես առաջինն եմ եղել, որ ասել եմ, ես ինքս հենց առաջինը ես եմ լինելու այնտեղ, որովհետև տարիներ առաջ ես սովորել եմ գորգ գործել, ես 2 տարի աշխատել եմ, գորգագործ եմ եղել, եւ շատ սիրում եմ այդ աշխատանքը։ Կարպետագործ Տաթևիկ Դաղունցին օգնելու է կենտրոնի ամենամեծ սանը։ Ասում է, միասին արագ-արագ կսովորենք ու կգործենք։ Տաթևիկը Հարժից է գալու շինուհայրից, գորգագործությունից բացի սովորելու են նաև տարազին հատուկ նախշեր։ Դե քանի որ սյունեցի են, հենց Սյունիքի տարազից են սկսելու։ Այն սյունեցի երջանիկներից են, որ այսօր կարող է
մեր կարող ենք մեր ժառանգությունը ոչ միայն պահել, այլ նաև սովորեցնել այն ինչ եկել է մեր ապուպապերից, սովորեցնել մեր երեխաներին։ Գյուղի մշակույթի տանն է կենտրոնը տանիք ստացել։ Այսպիսի տեսք ուներ ամիսներ առաջ։ Այսօր այսպիսինն է։ Արարի նպատակն ամբողջ Հայաստանում կենտրոններ ունենալն ու ազգային մշակույթը պահպանելն է։ Մի տարի առաջ էր, երբ ես գտնվում էի Մոսկվայում, ինձ հրավիրեցին Հարժիսի զարգացման իդեալ հիմնադրամից եւ իմանալով Արարի գործունեության մասին, դերակատարման մասին մեր ազգային մշակույթի պահպանման գործում առաջարկեցին համագործակցել իրար հետ եւ հենց Հարժիսում էլ նման կենտրոն ստեղծել։ Հարժիսի կենտրոնն արդեն 28 դիմորդ ունի։ Բացմանը եկած ծնողները միասին քննարկում էին, գուցե իրենք էլ գան ու գլխի շարժումներով հաստատում։ Գյուղի տղաներին եւս պետք է հետաքրքրի կարպետագործությունը։ Ստիմուլ կարող է հանդիսանալ Ղազարոս Աղայանի Անահիտը, կարծում է գյուղի դպրոցի տնօրենը։ Բոլոր կարդացել եք երեխի Ղազարոս Աղայանի Անահիտը, ում էր Անահիտը հորդորում, որ արեց սովորի կարպետ գործի, Վաչագանը ով էր, թագավոր էր, չէ, իսկ Անահիտը ով էր, Գերշկուհի, չէ, գյուղացի, մեզ նման գյուղացի էր, չէ, և կարպետագործության այս խմբակը համոզված եմ կծառայի։ Սյունիքը կարպետագործության օջախներից է, այս մշակույթը պահպանվել ու փոխանցվել է։ Եվ այսօր կենտրոնի բացումը մշակութային կարևոր իրադարձություն է, կարծում է Սյունյաց երկիր թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը։ Գուցե մի ուրիշ ժամանակ սա բացվեր, գուցե ես ինքս էլ մեծ նշանակություն չտայի, բայց այսօրվա Սյունիքում նման մի օջախի բացումը հավատացնում եմ ձեզ դա իրադարձություն է ոչ միայն Հարժիսի համար, այլ ամբողջ Սյունիքի մարզի համար։ Արար կենտրոնը Հարժիսում բացելու համար համայնքի ղեկավարը պատվոգրեր է հանձնել Արար ազգային արվեստի պահպանման կենտրոնի հիմնադիր տնօրեն Արսեն Գրիգորյանին ու Հարժիս զարգացման իդեալ հիմնադրամի տնօրեն Ավետ Քոլյանին։ Ազգային արվեստի պահպանման կենտրոնը հիմնադրվել է 2017 թվականին։ 9 մարզում, 46 համայնքում արդեն գործում է։ Ունի 10,000 շահառու։ Արարում դասավանդում են 14 ոլորտում ավանդական արհեստներ։ Անի Աբաղյան, Մեհեր Դավթյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Բենյամին Նեթանյահուն ցանկանում է լավ գործար կնքել Իրանի հետ։ Նման կարծիք է հայտնել Դոնալդ Թրամփը իսրայելական հեռուստաալիքի հետ հարցազրույցում։ Նա ընդգծել է, որ Իրանը միջուկային զենք կամ հրթիռներ չի ունենալու, նշելով, որ բանակցությունների ձախողման դեպքում նա պատրաստ կլինի ռազմական գործողություններ սկսել, ինչպես դա արեց անցյալ տարի։ Իդեպ Նեթանյահուն մեկնել է Միացյալ Նահանգներ, նա հայտարարել է, որ Թրամփին կփոխանցի Իսրայելի սկզբունքներն Իրանի հետ միջուկային բանակցությունների վերաբերյալ։ Նա իր ուղևորությունից առաջ լրագրողներին ասել է, որ այդ սկզբունքները կարևոր են ոչ միայն Իսրայելի, այլև աշխարհի բոլոր երկրների համար։ Անապայի ուսումնարանի սանը կրակել է ուսանողների ուղղությամբ, 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել, կրակողին ձերբակալել են։ Իսկ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգությունից հետո երկրի վարչապետը Չեղյալ է հայտարարել Գերմանիա կատարելիք այցը։ Քարդին պետք է ներկա գտնվեր Մյունխենի անվտանգության համաժողովին, որը տեղի է ունենալու փետրվարի 13-ից 15-ը։ Դպրոցում կին հրաձիգը կրակել է, որի պատճառով 6 մարդ զոհվել է տեղում, 1-ը հիվանդանոցի ճանապարհին։ Եվս 2 մարդու մարմին գտել են այս հրաձգության հետ առնչություն ունեցող մոտակա տներից մեկում։ Հրաձիգը ինքնասպան է եղել։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։ Եթերում կլինի Կարնի Մութաֆյանը։